Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դարչնագույն բրնձով փլավ եմ եփում, այս բրինձը պետք է 30 րոպե եփվի, առանձին եմ եփում, մի փոքր աղ եմ գցում ջրի մեջ, հետո ընդհանուրի մեջ էլի կավելացնեմ, սա առանձին կեփեմ, որպեսզի հետո բանջարեղենս շատ չեփվի, մինչ սա կեփվի, ժամացույցը դնում եմ, որ չմոռանամ, բանջարեղենն եմ պատրաստում, նեխուրն եմ կտրատում, պղպեղներից այս գույնն ունեի, բայց լավ կլիներ կարմիրը լիներ, եթե դուք կարմիր ունեք, դա գցեք, որ գույները ավելի գեղեցիկ լինեն, կտրատում եմ նաև պղպեղը, մանր քառակուսիներով եմ կտրելու, հավի կրծքամիս եմ լցնելու, մանր քառակուսիներով կտրում եմ նաև միսը, սխտոր մի քանի հատիկ, ես 2 հատ եմ վերցրել, ահագին խոշոր են։ Հիմա պետքա նախ սխտորը տապակենք, ձիթապտղի ձեթի մեջ տապակում եմ սխտորը, հետո ավելացնում եմ հավի միսը, մի փոքր տապակում եմ սա ու հերթով ավելացնելու եմ բանջարեղենը, բրինձը դեռ եփվում է։ Ավելացնում եմ նեխուրը, պղպեղը, խառնում եմ լավ, ավելացնում եմ նաև սառած կանաչ ոլոր, եթե դուք չունեք սառած ոլոր, կարող եք պահածոյացված ավելացնել, կափարիչով ծածկում եմ, թողնում եմ մի 5-6 րոպե շոգ խաշվի, բրինձը արդեն եփվել է, ավելացնում եմ բանջարեղենի ու մսի վրա, բրինձի ջուրը դեռ պետք է, մի քիչ ավելացնելու ենք փլավի վրա, դե բանջարեղենը շուտ է եփվում, այնպես որ ասենք մի 5-6 րոպե միասին եփվեն, ավելացնում ենք ջուրը, համեմունքներ, ըստ ճաշակի ես ավելացում եմ աղ, սև ու կարմիր պղպեղ, քրքում եմ ավելացնում, բրնձի ու հավի կրծքամսի հետ լավ համով է լինում, մի քանի րոպե այսպես թողնում եմ միասին եփվեն ու արդեն պատրաստ է, անջատում եմ, զարդարում ենք թարմ կանաչիով ու մատուցում, տեսեք ինչ սիրուն ու շատ համով փլավ եղավ, պատրաստեք ու անուշ արեք, բարի ախորժակ սիրելի բարեկամներ։